Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի Արարատ Հյունիկ հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Օսյան, կարծիք խաղի մասին։ Բավական բարդ էմոցիոնալ խաղ ստացվեց։ Այսօր Արարատը շատ ցածր բլոկով էր պաշտպանվում, դժվար էր ճեղքել նման պաշտպանությունը ու առհասարակ մենք Արարատի հետ բավական դժվար ենք խաղում, բայց կարծում եմ բավականաչափ գոլային պայեր ստեղծեցինք, որ շուտ նույնիսկ գոլ խփեինք։ Ամենայն դեպս ուրախ ենք հաղթանակի համար։ Շնորհակալություն, Էրիկ։ Շնորհակալ եմ։ Ճիշտ ասած չեմ կարծում ստեղծման պրոբլեմ ունենք, բայց իրացման միանշանակ ունենք, դա աշխատանքային process է, որը ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է բարելավենք ու մենք էլ դրա վրա արդեն երկար ժամանակա մեծ ուշադրություն ենք դարձնում։ Խնդրեմ Կարեն։ Հովհաննեսը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է ու ճիշտ եք նկատել, նա խաղ առ խաղ բարելավում է ու առաջին հերթին իր ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակը շատ ուրախ ենք, իսկ նրա որակների վրա երբեք չենք կասկածել, այնպես որ այն ինչ սպասում էինք, նորմալ հունով գնում է։ Էրիկ։ Դե հաշվի առնելով այս վերջի 3 հանդիպումը կարող ենք այդպես ասել, բայց ես այդպես չեմ նայում իրավիճակին, եթե այսպես շարունակեն, միանշանակ նրանք ավելի շատ խաղային ժամանակ կստանան, որովհետև մեր թիմի ներսում մեծ է մրցակցությունը, իսկ նրանք ամեն օր ցույց են տալի, թե Աֆյանը, թե Գևորգը, որ պատրաստ են այդ մրցակցության։ Այլ հարցեր։ Փոփոխություն մենք նախ թիմային պաշտպանություն ասելով ամբողջ թիմի աշխատանքն է այդ առումով շատ լավ, դա առաջի օրը չի որ այդպես է, նախորդ մրցաշրջանում էլ մենք բավական լավ էինք հանդես գալի պաշտպանությունում, մենք փորձում ենք բալանսավորել խաղը, պլյուս շատ պետք է աշխատենք հարձակման վրա, բայց փոփոխությունները, ինչպես տեսել եք նախկինում, սխեմաների առումով կարող փոփոխության դիմենք, բայց պաշտպանությունում մեր համագործակցությունը ու խաղի որակը բավական բարձր է, բայց ամեն դեպքում դրանով է չենք սահմանափակվելու, պետք է ավելացնենք նույնիսկ պաշտպանությունը։ Այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Օսյան։ Շնորհակալ եմ։